Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, Civic-ը հյուրընկալել է Պաշտպան Հայրենյաց ազգային մշակութային հիմնադրամի նախագահ, պատմաբան Գագիկ Սաֆարյանին։ Բարև ձեզ, պարոն Սաֆարյան, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Ես նմանապես։ Պարոն Սաֆարյան, հետևում եք, որ արդեն մի քանի օր է Հայաստանի Հանրապետության վարչապետի եւ Կտրիչ Ներսիսյանի միջև հեռակաբանավեճ է տեղի ունենում։ Վարչապետը նախաձեռնում է համակարգող խումբ ստեղծել նրան հեռացնելու համար, պնդում է, որ խախտել է կուսակրոնության ուխտը, բայց եկեղեցին իր տարածած հայտարարությամբ կարծես չի պատրաստվում հեռանալ, այդպիսի տպավորություն է։ Հետաքրքիր են ձեր դիտարկումները, այս խնդիրները որտեղից են գալիս եւ որը պետք է լինի անելիքը ըստ ձեզ։ Ինչ խոսքը հետևում եմ վերջին օրերին կամ վերջին 1-2 շաբաթվա ընթացքում տեղի ունեցող եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների հանդեպ կառավարության ղեկավարի մոտեցումներին, բայց ես պիտի ասեմ, որ կցանկանա, որպեսզի մեր հարցազրույցը չսահմանափակվեր մենակ 1 կամ 2 շաբաթվա իրադարձությունների պրիզմայով, քանզի դա ունի նաև նախապատմություն։ Ոչ միայն նախապատմություն, այլ ինչու՞ չէ, որ մենք ինքներս նաև որպես մտավորականներ, ես նույնիսկ չեմ զլանում ասեմ, որպես նաև անաչառ մտավորական շատ դեպքերում մենք մեր եկեղեցու պատմությունը, եկեղեցի պետություն, եկեղեցի ժողովուրդ հարաբերությունները պիտի բերենք հասանելիության հարթակ, թափանցիկության հարթակ։ Այնպես որ գիտեք ասել, որ միայն Փաշինյանը քնից արթնացել է ու հարձակումներ է սկսել, հրաձգություն է սկսել եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների, տվյալ պահին նաև, տվյալ դեպքում նաև Ամենահայոց կաթողիկոսի անձի հանդեպ, դա իմ համար մի քիչ անհասկանալի է։ Բոլորս էլ գիտենք, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո Փաշինյանը ավելի շատ հնարավորություններ ուներ եկեղեցու հանդեպ իր մոտեցումը արտահայտելու կամ նաև փոխելու կամ նաև, ասենք, ավելի խիստ արատավոր երևույթների հանդեպ պայքարելու համար։ Բայց դա խնդրի այլ կողմն է։ Եվ վերջին օրերին Փաշինյանի մոտեցումների, ուրեմն գործողությունների զուգահեռ կարծեք թե նաև եկեղեցին է փորձանում, այսպես ասած, պատնեշավորվի կամ ինչպես են ասում, հարմարվի կամ այնպիսի մի դիրքավորվի պաշտպանվելու համար ոչ թե եկեղեցին, այլ ես պիտի ասեմ եկեղեցու մայր աթոռ Սուրբ Էջմիածինը, որտեղ եկեղեցի ասելը մի քիչ կարծեք թե ճիշտ չէ, քանզի եկեղեցին, ինչքան մեր եկեղեցին հայ առաքելական Սուրբ եկեղեցին, ինչքան հավատքի աստվածաբանական հոգևոր արժեք է, նույնքան նաև մեր ժողովրդի համար հոգևոր մշակութային արժեք է։ Եվ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այցելությունը Մարիաթոր եւ տեսակցությունը Գարեգին երկրորդի հետ հենց խոսում է դրա մասին։ Բայց գիտեք, ճիշտ ասած, ես մի բան կարող եմ ասել, Լևոն Տեր-Պետրոսյանի այցը դեպի Մարիաթոր եւ Գարեգին երկրորդ վեհափար, ինձ թվում է նա պիտի հետապնդեր միայն մի նպատակ, որպեսզի վեհափարը նրա մեղքերին թողություն տար, որպեսզի նրան ապաշխարեր 1996 թվականի սեպտեմբերին նախագահական կեղծ ընտրությունների համար մեղքերի քավություն տար եւ նաեւ Արցախի հարցում Արցախով իշխանության գալով, քանի որ Լևոն Տեր-Պետրոսյանը Արցախյան շարժման ակունքներում կանգնած չի եղել, նա ներդրված է եղել, նա շարժմանը միացել 88 թվականի մայիսի 31-ին եւ միացում գոռալով եւ պայքար մինչեւ էջ գոռալով նա ընդամենը երբ դարձավ Գերագույն խորհրդի նախագահ Հայաստանի Հանրապետության, այնուհետև նախագահ, նա նահանջեց բոլոր սկզբունքներից։ Պարտողական, նահանջողական, ոչ միայն ինքը, նաև իր արտաքին գործոստնախարարությունը եւ այլը։ Այլևս չեմ խոսում, սա այլ խնդիր է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարության ժամանակ կային նաև կառավարության անդամներ, մարդասպաններ, բառեզբուն իմաստով եմ ասում, նա միայն այդ սկզբունքով պետք է գնար Սուրբ Էջմիածին, այլ սկզբունքով գնալ Սուրբ Էջմիածին
ես չեմ պատկերացնում, ես դա բարոյական չեմ համարում։ Օրինակ, ինչու նրան չընդունեց մարտի 1-ից հետո կաթողիկոսին, բայց հիմա վերեկենում գնում Մայրաթոր Սուրբ Էջմիածին, երբ այսպիսի հարց կա երկրում, ինչն է ձեր կարծիքով մոտիվացիան։ Մոտիվացիան գիտեք որն է, մոտիվացիան նա է, որ այդ մարդիկ, ինչպես ասում են, մաշվածության process-ը անցել է, պիտանելիության ժամկետը լրացել է այդ մարդկանց, եւ երբ որ նա նախկինում փորձում էր իրեն ներկայացնել որպես հնդկական գուրու, այժմ էլ փորձում է Զևսի կեցվածքով հանդես գալ, եւ նրան մի այս ինչպես են ասում, այդ implicit of faith կույր հավատի մի քանի կողմնակիցներ նախկին մամլո ծառայության այդ կոտրած քթալները, ծառայության ղեկավար, ինչ որ պատգամավոր, փոխնախարար եւ այլ Լևոն Տեր-Պետրոսյանը գիտեք դարձնում են դարի մեծագույն քաղաքագետներից կամ քաղաքական գործիչներից մեկը։ Այնինչ դե ես ինքս մասնագետ եմ, ես կարծում եմ եւ աստվածաբանական խնդիրների մեկնությամբ, եւ կրոնական, եւ հոգեոր արժեքային շատ խնդիրների մեկնությամբ ես կարծում եմ նույնիսկ առաջին նախագահը ունի մեղմ ասած այդքան գիտելիքներ եւ արժի համակարգ։ Խնդիրը այն է, օրվա իշխանությունների հանդեպ ոչ բարյացակամ մեղմ եմ ասում, այսօր ես կփորձեմ սուր երանգավորված արտահայտություններից զերծ մնալ, բայց ես պիտի ասեմ մեղմ ասած ոչ բարյացակամ մոտեցում։ Այսինքն մեկ կառավարության պետականության հանդեպ ոչ կառուցողական մոտեցում։ Խնդիրը պետք է միայն այս համատեքստի մեջ դիտել։ Փակագծերը բացելու ժամանակ ավելին կարող եմ ասել։ Այսինքն ստացվում է, որ հանուն նրա, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա, Նիկոլ Փաշինյանի դիրքերը թուլանան, հնարավոր է նաև համագործակցել կաթողիկոսի հետ, կաթողիկոսին աջակցություն։ Այսպես ասած կաթողիկոսին ինչ է նշանակում Լևոն Տեր-Պետրոսյանը զորակցությունը հայտնել կաթողիկոսին։ Լևոն Տեր-Պետրոսյանը ինքը մի քանի հոգի էր ընտանիքով, եւ կարծում եմ, որ ընտանիքի անդամները կարող են սա նույնիսկ չբաժանել իր տեսակետը, իր կարծիքը։ Լևոն Տեր-Պետրոսյանը Հայ ազգային կոնգրեսի դա եւս մի քանի տասնյակ հոգի են։ Նա ունի քաղաքական դաշտում լուրջ համակիրների բանակ եւ դա անպագորգոր հայտարարություններ են ճոռոմա դաշտից է եւ ես սա չեմ ընդունում։ Ոչ միայն սա չեմ ընդունում։ Ես նաեւ չեմ ընդունում, գիտեք ինչ, վեհապարը ունի գերագույն հոգևոր խորհուրդ, Սուրբ Էջմիածինը։ Եվ գիտեք, երբ որ ես տեսել եմ 80-ական թվականներին, 90-ական թվականներին ովքեր են գերագույն հոգևոր խորհրդի անդամները, մեր մտավորականները, գրականագետ Պիոն Հակոբյան, պատմաբան Հակոբ Փափազյան, մի հրաշալի բացառիկ մտավորական, կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյան, էլի շատ մարդկանց կարող եմ թվարկել։ Եվ երբ որ ես տեսնում եմ ովքեր են գերագույն հոգևոր խորհրդի անդամները, կաշառակեր պրոֆեսորներ, կաշառակեր դատախազներ, նախարարներ, որոնք պատկերացում չունեն նույնիսկ հայ եկեղեցու ստորակարգության աստիճաններն ու կարգը չեն պատկերացնում։ Նույնիսկ չեն պատկերացնում հայ եկեղեցու գործունեության ոլորտը չեն պատկերացնում։ Այստեղից եզրակացություն, որ այդ ամենը արվում է միայն վեհապարի քիմքին հաճո, միայն մեկ մարդու կմահաճույքով եւ ասել, որ գերագույն հոգևոր խորհրդի անդամներ պետք է ընտրվի միայն մի մարդու հաջողյա կատարությամբ, ես դա համարում եմ անթույլատրելի։ Պատմության մեջ մենք ունեցել ենք շատ հրաշալի վեհապարներ, ինչ խոսք, եւ գիտեք ինչ, այսօր էլ մարդիկ կան, նույնիսկ նախագահներ, նախարարներ, չի ասում են մենք հայ քրիստոնյա ենք։ Ես պիտի մի անգամից այդ մարդկանց դատապետեմ, նախատինք անեմ եւ ասեմ, չէ նշանակում հայ քրիստոնյա։ Դուք կարող եք ասել հայ առաքելական եկեղեցու հետևորդներ ենք։ Քրիստոնյա եկեղեցին Հայաստանում ունի 3 հարանվանություններ։ Հայ առաքելական եկեղեցի, որի հավատավորները հաջողոտի բացարձակ մեծամասնությունն են 80%-ից ավել, հայ կաթոլիկ եկեղեցին կամ կաթողիկ եկեղեցին, ունենք նաև շատ հրաշալի որդիներ, հանձինս բանաստեղծ Մկրտիչ Փեշիկ-Թաշյանի, բանաստեղծ Դանիել Բարուժանի, որը իր ուսումը արել է Մխիթարյան միաբանությունը,
ամբողջ Մխիթարյան միաբանությունը, ինչու՞ չնայեմ մեծ բանաստեղծ հայագետ Ղևոն Դալիշյանը եւ Հռոմի Վատիկանի արտաքին գործոս նախարար կարդինալ Պիեր Գրեգոր Աղաջանյանը, նաեւ հայ ավետարանչական եկեղեցին կամ բողոքական էվանգելիստական եկեղեցին, որը դարձյալ ունի ահագին ուրեմն հետևորդներ, եւ այնտեղ էլ մենք ունենք մի հրաշալի հերոս Սողոմոն Թելերյան, նույնիսկ մեր հերոսներին եթե իր կողքը դնենք, կարծում եմ մեր առաջի երգակում անպայման իր արժանի տեղը եւ պատվավոր տեղը կունենա, այնպես որ պիտի հասկանալ պետական համասարանից հաջակցություն եկեղեցու մարդիկ են ելույթ ունենում եւ ասում են այս մեկը կրոնագետ է, այդ մեկը կրոնագետ չի, աթեիստ է, աստվածաբան, բան աթեիզմի դասախոս է եղել, այժմ դարձել են կրոնագիտության եւ աստվածաբանության, չէ, թեիզմի, չէ, divination-ի դասախոսներ, այսինքն եւ քիչ է մնում այդ մարդիկ հիմա դասավանդեն divine right, աստվածային իրավունք, այնինչ այդ մարդիկ ոչ մի ընդհանրություն չունեն ոչ միայն հայ եկեղեցու կանոնակարգի մեկնության, ոչ միայն հայ եկեղեցու ստորակարգության պայմանների, ոչ միայն հայ եկեղեցու գործունեության ոլորտների, ոչ միայն եպիսկոպոսած դասի, հոգևոր դասի նվազագույն պատկերացում չունեն։ Այնպես որ մենք հասել ենք մի այնպիսի աստիճանի, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը տասնամյակներ շարունակ, գիտեք, էլի կա տասնամյակներ շարունակ վարել է շատ սուբյեկտիվ քաղաքականություն իր հոտի հանդեպ, իր եպիսկոպոսած դասը ընտրել է միայն հաշվի առնելով անձնական հավատարմության սկզբունքները, եւ ես պիտի ասեմ, որ եկել է ժամանակը եւ ոչ միայն դա, սա դեռևս, ինչպես ասում են, չարյաց փոքրագույնն է, որտեղ բոլոր ժամանակներում մենք ունեցել ենք նաեւ եկեղեցականներ, որոնք զբաղված են եղել մի մասը աշխարհիկ կյանքով, մի մասը անհավատարմության խախտել են կուսակրոնության ուխտը, սրբազանցներ են դարձել, բայց մենք նաև պատմության մեջ էլ մենք միշտ ունեցել ենք մի քանի կաթողիկոսություններ, այ ամբողջը սա է, որ այն ժամանակ նույնիսկ հոգևոր դասը միաբան չի եղել։ Պատկերացրեք 11-րդ դարից մինչև 1920 թվականը, չէ, 10-րդ դարի կեսերը, այնուհետև վերջին Աղթամարի հակաթողիկ կաթողիկոսությունը 1916 թվականը մենք ունեցել ենք 4 կաթողիկոսություններ։ Սսի կաթողիկոսությունը, որը հիմա Մայր Աթոռ Անտիլիասի կաթողիկոսությունն է, Աղթամարի հակաթողիկ կաթողիկոսությունը, որը վերացավ 1916 թվականին, Գանձասարի կաթողիկոսությունը, որը վերացավ 1820-ական թվականներին եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։ Եվ ամբողջ խնդիրը նա է, որ 1916 թվականին, երբ որ հայոց ցեղասպանության մեծ եղերնից անմիջապես հետո երիտթուրքերը լուծարեցին Պոլսո պատրիարքարանը, հրաշալի պատրիարք մեծ հայրենասեր Զավեն Սերբազան տեր եղեն ակսորեցին Մոսուլ եւ Աղթամարի հակաթողիկ կաթողիկոսությունից Երուսաղեմի պատրիարքարանի հետ մեկտեղ եւ Պոլսո պատրիարքարանի հետ մեկտեղ ստեղծեցին ասպես կոչված Թուրքիայի հայոց կաթողիկոսությունը, բայց որը շատ կարճ կյանք ունեցավ 1915 թվականին Մուդրոսի հաշտության պայմանագրից անմիջապես հետո ակսորից վերադարձավ Զավեն Սերբազան Տեր-Եղայանը, Երուսաղեմի պատրիարքարանը սկսեց գործել նախկինի պես, բայց վերացավ Աղթամարի կաթողիկոսությունը։ Իսկ Օսմանյան կայսրության անկումից եւ Մուստաֆա Քեմալի գահբարձրանալուց անմիջապես հետո Սաղ Խաբայան վեհապարը Սսի կաթողիկոսը, որը իր ուրեմն հոտը ամբողջ Կիլիկիայի հայությունն էր, տեղափոխվեց Անտիլիաս, Բեյրութ եւ այնտեղ ստեղծվեց Մայր Անտիլիասի կաթողիկոսությունը կամ Կիլիկիայի ուրեմն կաթողիկոսությունը վերստեղծվեց։ Այս պատմությունն է, եւ ես կարծում եմ, որ եթե եկեղեցին իր մեջ միասնական չի, եւ ամբողջ խնդիրը գիտեք որն է, եկեղեցին այսօր չեմ ուզում դարձյալ այլ մակդիրներով եւ էպիտետներով շատ ոչ բարոյական արժեքներով միջամտում է քաղաքականության մեջ։ Եվ հերիք չի իբր իր գործերը մի, ինչպես ասում են, չգիտեմ, հազարապատիկ լավ անում է, անթերի անում է, հիմա էլ փորձում է քաղաքականության մեջ խրվի
ես պիտի ասեմ, որ կրակի վրա սա յուղ լցրեց այն հոգևոր անբարոյական արժեքները, այլասերվածությունները, ուխտազանցությունները, ուխտապղծությունները, կորոնապղծությունները, որ կային մեր եկեղեցու ներսում հերիք չէր, սկսեց եկեղեցին փորձել քողարկել դրանք քիթը խոթելով քաղաքականության մեջ։ Դրա մասին կարծում եմ կանդրադառնանք մենք։ Այո, իմ հարցը հենց այդ մասին էր, որ տպավորություն է, թե Փաշինյանը հանկարծ մեկ օր, ինչպես մեր զրույցի սկզբում նշեցիք, զարթնեց եւ հիշեց այն մասին, որ կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը, բայց այս հերրակա բանավեճը դրանից չսկսվեց։ Տպավորություն է, որ Կտրիչ Ներսիսյանը չի ընդունում 2018-ից հետո Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը եւ հենց այս իշխանություններին։ Խնդիրը Նիկոլ Փաշինյանն է եւ խնդիրը այն է, ինչ տեղի ունեցավ Հայաստանում։ Կիսում եք արդյոք այս մոտեցումը թե չէ եւ երեք զվարթնոցում նրան դիմավորողները ովքեր են այդ մարդիկ ձեր կարծիքով կարող են գալ նորից նրան, որ սրանք բոլորը են մարդիկ են, ովքեր Հայաստանում իշխանափոխություն են ուզում, ովքեր սպասարկում են օտար պետությունների շահերը, ովքեր ունեն ակնհայտ պրոռուսական դիրքորոշում, ինչի մասին է սա խոսում, ովքեր են կաթողիկոսին շրջապատողներն այսօր։ Տեսեք, դուք ինձ լավ եք ճանաչում։ Այո։ Չեմ ուզենա հետադարձ հայաց կատարեմ։ 2020 թվականի պատերազմի 44 օրերի ընթացքում իմ ընտանիքը, իմ աղամերիկ որդին, իմ ողջ ընտանիքը մենք ամեն օր 1 միլիոն դրամի չափով Արցախին օգնություն ենք ուղարկել, բայց դա ես ցուցամոլության համար չեմ ասում, դա ոչ էլ արժի հիշատակել, ճիշտ ենք արել, դրանից հետո էլ ենք արել, ելի պիտի անենք ազգի համար։ Ամբողջ խնդիրը նա է, որ ոչ միայն եկեղեցու նվիրյալները, սպասավորները, ծառաները, դա կլինի քահանա, դա կլինի սարկավակ, դա կլինի աբեղա, դրանք կլինեն կուսակրոններ, չէ, Հայր Սուրբ, վարդապետ, եպիսկոպոս, arczepiskopos, իրենք պիտի իրենցով մարմնավորեն այդ արժեքները, հայ առաքելական եկեղեցու լավագույն արժեքները։ Հայ առաքելական եկեղեցին ինքը առաջին հերթին ճիշտ է, հավատ է, դավանաբանություն է, աստվածաբանություն է, բայց մեր ժողովրդի համար նաև ունի մշակութային մեծ արժեք։ Այդ մարդիկ այդ արժեքը չեն մարմնավորում իրենցով։ Ես մի բան էլ պետք է ասեմ, եթե մեր պայքարը վեհապարի հանդեպ կամ եկեղեցում տեղ գտած արատավոր երևույթների հանդեպ ունենան հաջողություններ, եթե պիտի ընտրվի հերթական մեկը, այնքան որ կառավարության ղեկավարը ասի, տեսեք ես փոխեցի վեհապարը, ես կարծում եմ իմաստ չունի։ Պիտի ընտրվի այն մարդը, որ արժի համակարգով իր մարմինով, իր հոգով համապատասխանի հայ ժողովրդի իղձերին, ցանկություններին, ոչ թե լինի հաճույակատար, օպորտունիստ, պատեհապաշտ, ռելևանտ կերպով կատարի կառավարության կամ որևէ անդամի հրահանգները, այսպես ասած, էլի։ Տեսեք, մի օրինակ պիտի բերեմ, նախորդ տարի Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում տեղի ունեցավ դեկանի ընտրություններ։ Եվ ամեն կերպ ուզում են նախորդ դեկանից ազատվեին, որը ավելի քան 30 տարի եղել է իրավաբանականի դեկան, եւ բոլորս գիտենք այնտեղ ինչ բարքեր է տիրել։ Ես չեմ ուզում դրա մասին ասել, ոչ էլ ուզում եմ ազգանուն ասեմ, որտեղ եթե մի մարդը կարող է գնալ Բագրատ Սրբազանի շարժմանը ասի, ոստիկանները ինչ խելք պիտի ունենան, 30 տարի այնտեղ ոստիկաններ են արտադրել։ Ոստիկանները այնտեղ գնացել են ավարտական վկայականներ են ստացել, ասում են ոստիկանը ոնց կարող է խելք ունենալ, պատկերացնում եք ինչ է։ Եվ որպեսզի ազատվեն նախորդ դեկանից, ընտրեցին Չարյաս փոքրագույնը։ Ընտրեցին դեկանի տեղակալին, որը եղել է նախորդ դեկանի հիմնական կաշառք տանողը, հիմնական գումար տանողը։ Եվ իրավաբանական ֆակուլտետը, ինչպես ասում են, տխրահարճակ ավանդույթները նույն կերպ էլ այսօր շարունակում է։ Եվ ես ուզում եմ եւ ռեկտորի, եւ կրթության նախարարության, եւ պետության ուշադրությունը հրավիրեմ։ Այսինքն իմ հայմատությունը, իմ բերած օրինակը շատ տեղին է։ Եթե մենք պիտի եկեղեցու վերնախավի եպիսկոպոսած արատավոր դասի ներկայացուցիչների դեմ մեր ձայնը բարձրացնենք, ասեն եկեղեցում այսպիսի բաներ կան, եւ մենք պիտի ասենք ընտրենք ելնելով պահի թելադրանքից գա մեկը, որը որ լինի կառավարության համար հաճույակատար եւ այլը, ես կարծում եմ սա ճիշտ չէ։ Առաջերտին պիտի ընտրենք համապետական նշանակության առումով, համազգային նշանակության առումով, մատաղ սերնդի դաստիարակության առումով,
հայ ժողովրդի կրթական մշակութային մեծ հոգևոր արժեհամակարգի տեսանկյունից ես գտնում եմ, որ սրանք պիտի լինի։ Ես կարծում եմ կառավարությունը սրանք հաշվարկել է։ Ես ինքս քավլիցի իրավունք չունեմ ավելի խորանալու, չնայած ինձ բավականին եւ իրազեկվածության առումով հասանելի է ամեն ինչ եւ նաեւ առաջարկություններ, բայց դա խնդրի մեկ այլ կողմն է։ Ամբողջ խնդիրը սա է, որ մենք ունենալով եկեղեցի, եթե եկեղեցին մեր պետականության ունեցուկ չէ, այո, եկեղեցին ունի ուրույն իրավունքներ, ինքնակառավարվող կազմակերպություն է, անջատ է պետությունից, սահմանադրությամբ այդպես է, բայց ով չգիտի, որ եւ Օսմանյան կայսրությունում, եւ Ցարական Ռուսաստանում կաթողիկոսները, Պոլսո հայոց պատրիարքները, Երուսաղեմի հայոց պատրիարքները հաստատվում էին կամ սուլթանի կողմից, կամ ներքին գործերի նախարարության կողմից, կամ Կովկասի փոխարքայի կողմից, նկատի ունեմ Արևելյան Հայաստանում, կամ ռուսաց ցարերի կողմից։ Պարոն Սաֆյան, հիմա վարչապետը հարցը այսպես է դնում, շատ պարզ, կաթողիկոսը խախտել է ուխտը թե ոչ, այո կամ ոչ, ունի զավակ թե չունի։ Եվ ինչ պատասխանեց երեք ինքը ներողություն Զվարթնոց օդանավակայանում, որ բոլոր հարցերի պատասխանները իբրև իրենց եկեղեցու տարածած հայտարարության մեջ նշված է, այսինքն խուսափողական պատասխան հստակ ոչինչ չասած, իր աջակիցներն էլ այնտեղ քաղաքացիական պատերազմից էին խոսում, որ այս հարցը կարող է հանգեցնել քաղաքացիական պատերազմի, ես Իշխան Սաղաթելյանին մեջ բերեցի։ Ինչ դիտարկում ունեք այս պատասխանի շուրջ։ Իմ նախորդ հարցը ուզում էի շարունակի, սրամիջական տրամաբանական շարունակություններ, տեսեք։ Միանշանակ ես այն կարծիքին եմ, որպես շարքային քաղաքացի կամ կուզենակ կասեմ հայ առաքելական եկեղեցու հետևորդ, ես չեմ ասի որպես հայ քրիստոնյա, արդեն բացատրեցի, չէ։ Այո, գերազանցել է իր լիազորությունների շրջանակը, բարոյական եւ առաքինության կանոնները խախտել է երիցս տասնապատիկ հարյուրապատիկ։ Ոչ միայն ապօրինի զավակ կամ չթույլատրվող զավակ կամ ունենալով ստվերային ընտանիք եւ այլ եւ այլ։ Ես մեղմ եմ ասում, դա միանշանակ է, կարծում եմ դրա մասին ողջ ազգը գիտի, ոչ միայն ինքը, այլ նաեւ հայ եկեղեցու տասնյակ եպիսկոպոսած դասի ներկայացուցիչներ։ Բայց խնդիրը այստեղ այլ է։ Նախ երեք երեկոյան, երբ որ դիմավորում էին, մի պահ ինձ թվաց, թե դիմավորում են ծանրամարտի կամ բռնցքամարտի կամ ֆուտբոլի աշխարհի չեմպիոններին, որտեղ ես գիտեմ, որ օդանավականներում սովորաբար այդպիսի դիմավորումներ է լինում, այդ միտինգները, չէ, եւ ինձ այդպես թվաց, հետո ես որ ասացին վեհապարը եւ այլ եւ այլ։ Ես տեսա այնտեղ ուրեմն, եթե 1000-1500 հոգել կային, ապա ես ինձ թվաց, թե այդ բոլոր մարդիկ գնացել են, որպեսզի մեղքերին թողություն տա Ամենանայոց կաթողիկոսը եւ ապաշխարին նրանց, որտեղ բոլորը այդ պրիզմայով անցնողներ են։ Ես նրանց մեծ մասին այդպես գիտեմ, որպես կաշառակերներ, որպես անբարոյականներ, որ դրանցից մի քանիսը մի քանի անգամ ամուսնացած եւ իրենք իրենցով չեն ներշնչում հայ առաքելական եկեղեցու դարավոր ավանդույթների ամբողջ ուրեմն այդ ներկապնակը եւ երկրորդը անդիմության համար դա հերթական այսպես կոչված ցուցքներ, չէ, շոուներ, որովհետեւ մի քանի օր առաջ էլ ՀՀԿ ներկայացրել է վարչապետի իր թեկնածուն եւ իմպիչմենտի, չէ, վարչապետի հրաժարական, այսպես ասենք, իմպիչմենտ չասենք, հա։ Տեսեք, Էդմոն Մարուկյանը, ես նրան երբեք ոչ ընդունել եմ, ոչ էլ կընդունեմ, դա իմ անձնական խնդիրն է, ասաց, որ երրորդ նախագահը ձիուկալ է կատարել, առաջ է քաշել մեկին, որը Մասիսի համայնքի ղեկավարն է, եւ այդ ժողովուրդը նրան տեսնելով քպայականները պիտի գնան խնջույք անեն։ Միգուցե կեսկատակ, կես լուրջ դա ընդունելի բան է, որտեղ նա չի կարող մրցակից լինել, դե եթե մի մարդ կարող է արկղ Mercedes-ով, Գելենվագենով իր, չէ, այդ ջիպով խորանալ, խոյահարել ժողովրդին, հանրահավաքի մասնակիցներին, դուք պատկերացնում եք, մենք ինչ արժեհամակարգից ենք խոսում, եւ չեմ ասում, որ պետական նախորդայերը նրան ասում են նա կարող է լինել վարչապետ։ Սա մեկ, երկրորդը հարց է դրվել վեհապարի առջև, նա պիտի պատասխանի։ Հարց տվողը մի շարքային հոտի անդամ չի, հարց տվողը պետության ղեկավարն է։ Երրորդը ես համոզված եմ, որ ինչ որտեղ պետության ղեկավարի բաժակը լցվել է,
որտեղ 2018 տես Երեք Արայք Հարությունյանին հարցրեցին, ասում ինչու է հիմա բարձրացնում, ինքը ասեց, բա երբ, ինքը պիտի շարունակեր։ Ես կարծում եմ, որ շատ հարցերում կառավարության ղեկավարը փորձել է ներողամիտ գտնվի։ Շատ հարցերում ոչ միայն վեհապարի հանդեպ, նաև նախորդ պաշտպանության կամ ռազմական գործիչների հանդեպ, այդ թվում Տոնոյանի, այդ թվում Մոնիկ Գասպարյանի, բոլորս գիտենք, որ կառավարության նիստերին ինչպիսին մեծ բերան էին խոսում, նոր պատերազմ, նոր տարածքներ, նա անմիջապես տեղում պիտի կառավարության ղեկավարի հորդորով դրանց ձերբակալ էին։ Եվ երեկվա գիշերվա այդ ուրեմն խանդավատանքով տեղի ունեցած այդ ցույցը ընդամենը մեկ հարցի պիտի պատասխաներ եւ մեր առաքելական եկեղեցու բազմահազար հավատավորներ պիտի հարցնեին. Վեհապար, դուք ունեք ապօրինի ընտանիք թե չէ, դուք ունեք ապօրինի զավակ թե չէ։ Վեհապար, ձեզ մեղադրում է կառավարության ղեկավարը այս հարցում։ Հիմա անցնեմ ավելի լուրջ մեղադրանքներին։ 2020 թվականի պատերազմից անմիջապես հետո պետականության ամրապնդման, պետականության շուրջ համախմբվելու հետ ուղղությամբ եկեղեցին ոչ մի բան, եկեղեցու տերերը ոչ մի նախադասություն չեն ասել։ Այլևս չեմ խոսում, որ երեք նրան ուղեկցում էր Իշխան Սաղաթելյան, Վանեցյան, Արտուր Վանեցյանը կողքը, իմ համար պարզապես ապշելի էր դա։ Եվ գիտեք ինչ, այդքանից հետո նա ստորություն ունեցավ, ես չեմ երկնչում այս բառը օգտագործելուց, գնաց Բելարուս, երբ որ կառավարության ղեկավարը 1 տարի, 2 տարի անընդհատ ասում էր հայտնի ուրեմն տխրահարչակ կեղտոտ հայադավ հայատյաց ելույթից հետո Լուկաշենկոն ասում էր մենք հաղթեցինք Ղարաբաղում զենքով ամեն ինչով, մենք մշակել էինք այս ծրագիրը, նա գնում է Բելարուս եւ մասնակցում է մի եկեղեցու հիմնարկեքի օծման արարողության, որ կարող է ուղարկել մի շարքային վանականի կամ ասենք լավագույն դեպքում մի Հարսոփի կամ վարդապետի, նույնիսկ ոչ եպիսկոպոսի, եւ նա գնում է եւ նա այդ հայատյացի, հայուրացի ձեռքն է սեղմում։ Ես այդքանից հետո այլևս բան չեմ կարող ասել։ 2024 թվականին Սահմանազատման սահմանագծման հետ աշխատանքների առումով մենք եւս գտնվում ենք Տավուշի մարզում, եւ երբ որ ասացին Տաշո փրկության շարժում է ձևավորվում Բագրատ Սրբազանի ներկայումս Վազգեն Գալստանյանի ապաշխարություն, չգիտեմ անցել է ապաշխարության կանոններով թե չէ, չգիտեմ, գործընթացներով եւ ասացին դեպի Երևան, ես ասացի դա իշխանապողության կոչ է, քանզի երկրորդ նախագահը ասում էր մեր ընդդիմության մեջ պիտի հայտ գա հայ-առաքելական եկեղեցու մի հավատավոր եւ պետությունը եւ այլ, բոլորս գիտենք, որ իշխանտի է ռևանշիստական, տեսեք, ես մի բան էլ պիտի ասեմ, իմ հետ կապված էլ փորձեր շատ են անում, շեղելու, հետ կանգնելու, չասելու այն բաները, որ անհրաժեշտ է, բայց ես չասեմ, ով պետք է ասի։ Ես ուզում եմ անեմ, ես եթե չասեմ, ով պետք է ասի։ Այսինքն մարդիկ պիտի ասեն, ովքեր հաջողակատար են, ովքեր կամակատար են, ովքեր լափամաներից օգտվել են, ովքեր հայ եկեղեցու պատմությունից ոչինչ չգիտեն, ովքեր սկզբունքներ չունեն։ Այո, Բագրատ Սրբազանի շարժումը ղեկավարել է, դա մի նենգ դավադիր շարժում է, որի պլանները մշակվել են նախորդ նախագահների եւ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II կողմից։ Եվ ինքը իր բերանով ասում էր, որ Բագրատ Սրբազանը, որ ամեն օր վեհապար հայրապետը մեր հետ է, նա օրհնել է մեր շարժումը, ամենուր է մեր հետ է, եւ եթե նա նույն պահին կարգալույս չի արել այդ տխրահարչակ, այդ ստահակին, չէ, նա ընդամենը հավաքվեցին անկախության հրապարակում կառավարության շենքի առջև եւ տեսան, որ արցախցիները այնուհետև շատ մարդիկ էին հավաքվել բան եւ ինչ ասեց 15 րոպե ենք տալիս թե 20 րոպե որպեսզի կառավարության ղեկավարը հրաժարական տա դուք պատկերացնում եք այդ վրեժխնդրության մոլուցքը դուք պատկերացնում եք այդ հագուրտ տալը այդ մարդկանց ինչ ծարավի են հասել որ ասում 20 րոպե նույնիսկ կարծեք թե ոնց որ շատ էր հասկանում եք իրենց թվացել է թե պիտի կառավարության ղեկավարը անպայման մազակուրս կերպով գալ ասել ինձ խնայեք ես թողություն եմ խնդրում ես ձեր գթությանն եմ խնդրում եմ արժանանամ ձեր գթությանը սա է եւ երկրորդը Բագրատ Սրբազանի շարժումը եղել է շարժումը հանուն Տաշո փրկության եղել է հակապետական հակակառավարական եւ եթե Բագրատ
Գարեգին վեհապարը նրան կարգալույս չի արել, ուրեմն դրա մեղքի մեծ բաժինը առուծի բաժինը եւ դրա հիմնական պատասխանատու եւ մեղավորը մեղսակից է եղել է վեհապարը։ Եվ ես ուրեմն դատապարտում եմ կառավարության ղեկավարին, որն նույն օրը չի պահանջել վեհապարից նրան կարգալույս անել, եւ որ նույն օրը կառավարության ղեկավարը չի հրճակել ամենան Հայոց կաթողիկոսին օրենքից դուրս։ Ես դրա համար քննադատում եմ խիստ կառավարության ղեկավարին, շատ խիստ եմ որովհետեւ տեսեք, եւ հակակոռուպցիոն պայքարի հարցում, եւ կադրային քաղաքականության հարցում, եւ շատ խնդիրների հարցում, եթե կառավարության ղեկավարը եւ կառավարություն ունի դանդաղկոտություն եւ անհետեւողականություն, ես դատապարտել եմ։ Անպայման դա նույնիսկ նաեւ կադրերի հարցում, որովհետեւ եթե կադրերը ազատվում են, չէ, շուտ արագ, ապա ես գտնում եմ, որ մամլոյցարայությունը պիտի գոնե բարձաբանում տա տրանսպարենտ կերպով, թափանցիկ կերպով, եթե մենք ասում ենք, օրինակ ես խիստ նաեւ քննադատում եմ կառավարության ղեկավարին, այս եկեղեցու ղեկավարների հանդեպ այս հարցադրումներից, որովհետև բացի ուխտակրոնության, ուխտազանց լինելուց, այլասերված լինելուց, չգիտեմ, վերածելու խմջիկների օրգան դրանք մի կողմ, նրանք նաև զբաղված են եղել հակապետական գործունեությամբ։ Տեսեք, Հայաստանում կան բուհեր, Հայաստանում կան հիմնարկներ, նույն շախմատի կազմում, երբ որ մտնում ես զզվանք ես ապրում։ Ամերիկյան համալսարանի դասախոսների մեղմ ասած 50%-ից ավելին ունեն հակապետական կեցվածք։ Պարոն Սաֆյան, ամփոփելով մեր զրույցը, այսօր ինչ մեխանիզմներ կան նրան հեռացնելու ուղղությամբ։ Գիտեք, այդ հարցը կարծում եմ մի քիչ ես կարող այդտեղ կաղան կամ կաղեմ կամ իմ մոտեցումը թույլ չի տրվում, ինչ է համանդրությամբ թույլ չի տրվում։ Դա նշվում է, որ եկեղեցին պետությունից անջատ է եւ չի կարող։ Ես գտնում եմ, որ կառավարության ղեկավարը ունի այդքան իրավասություններ, որպես մեր երկրի կառավարության ղեկավար, քաղաքական բացարձակ մեծամասնության ղեկավար, ես կարծում եմ, որ կան զանազան ճանապարհներ, բայց մեր սահմանադրական դատարանը ինչի համար է։ Բամեր այդքան իրավաբանների ինչի համար են։ Բամեր այդքան իրավական կառույցների ինչի համար են։ Բամեր արդարադատության նախարարությունը ինչու համար է։ Եթե ապօրինի զավակ լինելը դեռևս ունենալը դեռևս մի կողմ, այլևս չեն խոսում զենքով մանգալը, բենկիններով մանգալը, մայբախներով իրենց ուղեկցելը, համհարցներով ուղեկցելը, բա հակապետական գործունեությունը, որը ապացուցված է։ Բա ասենք կազմաքանդման, պետության կազմաքանդման գործընթացը օր առաջ փորձում են տեսնել, բա դա որը ապացուցված է։ ԱԱԾ, ներքին գործերի նախարարությունը, արդարադատությունը, գլխավոր դատախազությունը, չգիտեն նրանք ինչ ունեցվածքի տերեր են։ Եվ եւս մի բան էլ պիտի ասեմ, տեսեք, ես ասել եմ, որ ես մի քիչ զերծ կմնամ սուր երանգավորված արտահայտություններից, կարծեմ վարչապետը նիստերից մեկի ժամանակ, որ ասեց եկեղեցին վերածվել է ճուլանի, միգուցե չասեր եկեղեցին, միգուցե ասեր տասնյակ հարյուրավոր եկեղեցիներ, խոնարհված եկեղեցիներ, չգործող եկեղեցիներ, կիսաքանդ եկեղեցիներ, որոնք ուրեմն ասպես ասած դեր են դարել հայ եկեղեցու տերերի համար, որոնք ուշադրության արժանի չեն։ Ես նույնիսկ ասեմ հաղպացանային, եթե գնում եք, տեսնում եք ինչ ավերված վիճակ է, բայց թե միայն սա չի։ Եկեղեցաշեն գործունեությունը ոնց որ փորձում են իրենք ներկայացնել, այդպես չէ։ Ես պիտի ասեմ, մենք անտեղել ունենք շատ խութեր, մենք անտեղել ունենք շատ խնդիրներ, որ դեռևս լուծված չի, եւ ես կարծում եմ, որ ինչքան որ փորձում են 1-2 այսպես ասած սուտ աստվածաբաններ, որոնք նախկինում եղել են աթեիզմի դասախոսներ, փորձում են ներկայացնել, որ իբր պետությունը չի կարող միջամտել եկեղեցու ղեկավարմանը կամ փոփոխությանը, ես գտնում եմ մեր անաչառ մտավորականները պիտի իրենց խոսքը բարձրացնեն եւ բոլոր անձին աչքով էլ հայտնի է դառնում, տեսանելի է դառնում, որ եկեղեցին ինչով է զբաղված։ Գիտեք, մի բան կա, անդիմության ներկայացուցիչները, ես երեք որ ասացի, ուզում են ամեն ինչ անել, որ իրենք թող առաջերտին գնան ապաշխարանքի։ Հիմա իրենք փորձում են իմպիչմենտի միջոցով, ամեն ինչի միջոցով եւ անգլերեն մի շատ լավ նախադասություն կա, ասում է the devil
can quote scripture for his purpose. Սատանան իր նպատակին հասնելու համար ձեռքը գցում է դիմում է նաև Սուրբ Գրքի օգնությանը։ Իսկ թվում է ամեն ինչ դրանով ասված է, մենք պիտի քաջություն ունենանք։ Գիտեք, այստեղ խնդիրը Փաշինյանին աջակցելը կամ աջակցելը չի, Քավլիցի ես 5 տարի, 6-րդ տարին ես եղել եմ հեղափոխության ամենամեծ ջատագովներից մեկը, այսօր էլ մնացել եմ։ Անկամ եթե շատ խնդիրներ այսօր անհետևողական կամ ուշադրությունից վրիպված է, դա չի նշանակում, որ սա այսպես էլ պիտի լինի։ Իհարկե, սա առաջերտին խփում է կառավարության իմիջին, խփում է իրենց իմիջին, որովհետև բոլորս գիտենք, որ 2026 թվականի համապետական ընտրությունները ինչ սվիններով է լինելու։ Եվ երեկվա այդ, այսպես ասած, հանրահավաքը բազմամարդ որ ասում են, ինձ կարող են, որ ասում են հոտը, կամ կներեք, էլի, եթե պիտի եկեղեցուց հանեն մի 5-10 հոգևորականի բարձրաստիճան կարգի, չէ, որոնք անցել են ստորակարգության հայ եկեղեցու հիերարխիայի բոլոր աստիճանները, բայց որոնք մեղմ ասած աշխարհիկ եւ հոգևոր կյանքում չունեն բարոյական եւ մարդկային եւ մշակութային առաքինի նկարագիր, դրանով նշանակում ամենք եկեղեցի ենք պարակտում, հա? Չէ, ես ուզում եմ, բա մեր Մխիթարյան հայրերը, Մխիթարյան միաբանության մեր հայրերը, չէ, շուրջ 300 տարի է գործում է Մխիթարյան միաբանությունը, սկսած Մխիթար Աբայից, ճիշտ է թե չէ, բան չունեն այդպես առաքինի, բան չունեն այդպես աշխատում հայագիտության անդաստանում, բան չունեն այդպիսի բարոյական մեծ սկզբունքների վերաբերում պետանտությամբ։ Հիմա ես ասեմ հետևյալը, մեր երկրում գաղտնիք չի, որ կան նաև բազմաթիվ աղանդներ, կան նաև բազմաթիվ ուրեմն հերձվածային ուղղություններ, դարձյալ չեն վիրավորելու, դա կլինի 50-ականները, դա կլինի նոր կյանքը, դա կլինի Եհովայի վկանները, դրանք կլինեն բապտիստները, չէ, կնունքի, չէ, այդ կոմունակիստները եւ այլը, բայց մենք արդյոք մեր հավատի ներգրավվածությունը մեր մեջ, հոգևորի մեջ այն աստիճանի է հասել, որ մենք թույլ ենք տվել, որ սրանք կան։ Մի բան էլ ես պետք է ասեմ, պատմության ընթացքում մենք նաև այնպես չի, որ ասում են եկեղեցին խաղացել է պետության դեր։ Եկեղեցին երբեք պետության դեր չի խաղացել, ընդհակառակը։ Եկեղեցին միշտ եղել է շահագործող խավ, ունեցել է իր գործիքակազմը շահագործելու, այլ բան է, որ մշակութային առումով, դպրոցների առումով, բայց էդ էլ գիտեք ինչ, դա էլ խիստ, քանի որ այստեղ մասնագիտական հարցազրույց չի։ Եկեղեցի յուրացրել է մեր ժողովրդական շարականները, եկեղեցի յուրացրել է մեր սաղմոսները, եկեղեցի յուրացրել է մեր տաղերքերը, տաղարանները, Կոմիտաս վարդապետի մեծ կռիվը հայ հոգևորականության ճակերտավոր դեմ նաև դրա մասին էր խոսքը։ Ես չեմ ուզենա, վերաբերում է նաև Մովսես Խորենացուն, վերաբերում է Կոմիտաս վարդապետին, վերաբերում է Գարեգին Սզբանդյան, բայց այստեղ մի ուրիշ բան կա։ Հայ եկեղեցին, այո, շատ հարցերում, եթե ունեցել է իր առաքինի նկարագիրը, հայ եկեղեցին եթե զբաղվում է կուսակրոնը քաղաքականությամբ, ապա կա մի խնդիր։ Նա պետք է անմիջապես, ինչպես որ կանոնն է ասում, կարգն է ասում, եկեղեցական դիմի, կարգալույց արվի կամ հեռանա եկեղեցու, հոգևոր սպասավորի իր գործառույթից եւ գնա զբաղվի քաղաքականությամբ։ Այլ բան լինել չի կարող։ Բայց դե խնդիրի ես մի բան էլ պետք է ասեմ, ինչքան ես ներողություն եմ խնդրում, ինքը եկեղեցին քաղաքականությամբ զբաղվելով ինքն է ստեղծում ազգի պարակման նախադրյալները։ Եկեղեցին կարող է, վեհափառը կարող է ունենալ հանդիպում բարձր կառավարության բարձր ղեկավարների հետ։ Դա կլինի վարչապետը, դա կլինի ազգային ժողովի նախագահը, դա կլինի նախագահը, կլինեն իրավապահ մարմինների ներկայացուցիչները եւ կարող է մտահոգ հարցերը բարձրացնել մտերմաբար եւ հարազատաբար, նաեւ քննադատաբար։ Եվ ես ասում եմ, դուք գիտեք սրբազան շարժմանը ովքեր էին մասնակցել։ Կաշառակերներ, անբարոյականներ, պաշտոնաթող սպաներ, այլասերվածներ, կաշառակեր ռեկտորներ, քանի որ ես ինքս ավելի շատ sociable man եմ, չէ, կոմունիկաբելն եմ, չէ, ոնց են ասում, մարդամոտ եմ, չէ, ես մի քանի երեկոյան այդ
տեսա նաև ովքեր էին այնտեղ եւ ասենք մարդիկ հրճվում են impeachment-ով, մարդիկ հրճվում են չգիտես ինչով եւ ընդամենը ես ասում եմ եւ ասենք եւս մի բան եւ ասում են կուսակցությունների մասին է խոսքը։ ՀՀԿ-ն որպես կուսակցություն եղել է միայն Աշոտ Նավասարդյանի ժամանակ։ Բարգավաճ Հայաստան, չգիտեմ մյուսը, այդ բանի կուսակցությունը, Վանեցյանի կուսակցությունը, օրինաց երկի դրան գիտես ինչ 3 հոգով ստեղծել են կուսակցությունները եւ կազմել են մի քանի 100,000-անոց ուղևորների ցանկ, որոնք տոմս են արել հետո ինչպես մի հայտնի բան կա, չէ, գնացքից թռնելու ժամանակը։ Դրանց չի միավորվել ոչ գաղափարական պայքար, ոչ, չգիտեմ, որևէ տեսական, ոչ ազգային, ոչ մշակութային։ Ասել, որ ես 100%-ով պաշտպանում եմ նաև շատ անդամների, պատգամավորների եւ այլ, ոչ, ես այդ խոսուտի չեմ ընդունում նաև պատգամավորների, ես այդ մեկնաբանությունները այդ մակարդակով չեմ ընդունում, ընդհակառակը հասել է այն ժամանակը, որ մենք կարող ենք ճիշտ ձևով, բայացական ձևով, տվյալահեն եւ փաստահեն կերպով ասել, որ ինչու պետք է մայր աթոռի տիրակալը չլինի Գարեգին II-ը կամ կտրիչ Ներսիսյանը, ինչու պիտի Արշակ Խաչատրյանը չլինի մայր աթոռի դիվանապետ, որովհետեւ մայր աթոռի դիվանապետ ես ճանաչել եմ Ներսես Պոզապալյանին եւ բոլորս գիտենք նա ինչպես կնքեց իր մահկանացուն, այլևս չեմ ուզում ճակերտներ ասեմ, ինչու պիտի կաշառքով 99 թվականի հոկտեմբերի 27-ին կաշառքով ընտրված վեհապարը առ այսօր շարունակի իր գործունեությունը նաեւ շատ դեպքերում իր ստվերային մուտք կողմերով։ Այդպես չի կարելի անընդհատ սրերը խաչաձևել եւ ասել վերջ եկել է կառավարության ղեկավարի վերջը։ Միգուցե կարող է ժամանակ էլ գա կառավարության ղեկավարն էլ ինքը իր ձևով պետք է հրաժարական տա, եթե ինքը գիտակցի։ Բայց ասել, որ ասենք ինչ է նշանակում եկեղեցու շուրջը համախմբվողների, ես ուզում եմ հարց տալ։ Դոկտոր պրոֆեսորներ, նախկին նախարարներ, ուժային կառույցների ղեկավարներ, պատգամավոր եմ հարց տալ։ Բոլորին հայտնի է ալբասերվածության, անբարոյականության, պետականաքանդման գործողություններ, ապօրինի զավակներ ունենալու բազում դեպքեր, ես հարց եմ տալիս, եթե դուք եք եկել այս պարագաներու, այս տգեղ, այս արատավոր երևույթների կրողներին պաշտպանում եւ դա ասում որպես հաջակցություն հայ հոգևոր դասին եւ հայ առաքելական եկեղեցուն, որը ունի ավելի քան 1700-ամյա պատմություն, ես համարում եմ կրկես, ես համարում եմ ներկայացում։ Եվ ես մի բան էլ պիտի ասեմ, այն նախագահները, որոնք իրենց ներկայացնում են կամ Լևոն Տեր-Պետրոսյանը որպես եկեղեցագիտակ, առաքելական մեկնություններ անողներ եւ այլ, եթե նրանք իրական կյանքում այդպես չեն եղել, բոլորս գիտենք որ այդպես չեն եղել, ուրեմն նրանք պետության ղեկին եղել են որպես դերասաններ, ոչ որպես պետական գործիչներ։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ իմ հյուրը պատմաբան, պաշտպան Հայրենյաց ազգային մշակութային հիմնադրամի նախագահ Գագիկ Սաֆարյանն էր։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։